Ողջույն, մտագայի պողոտը, նոյեմբերի 4-նա, լավ արևա, 7 աստիճանը, այսենց բյուրոկրատիան ընտանիքը քանդում է, գնում եմ կադաստր հայր, հուսամ վերջի անգամ, են համայնապետարանից ոնց որ թե պրծա, մնաց այս մեկը Դավիթ անհաղթ փողոցը, վերջապես լույսը մի քիչ նենց է, որ կարելի է նկարել։ Հետաքրքիր է, որ չնայած սահմանների տարբեր երկրներ են եւ այլն, բայց երևույթներ կա, որ իրանք ամբողջ աշխարհում գրեթե նույնն են։ Օրինակ ես թղթաբանության մոմենտը, ես արտասահմանցիների հետ խոսում եմ, համարյա նույն բարդ պատմությունն է։ Դե այնտեղ ճիշտ է, այդ լոյերները բանը շատ են, բայց դե դա էլի մեկը պետք է ինչ-որ, չգիտեմ, մի խոսքով բոլորը դժգոհում են նույն ձևի։ Ես նույնիսկ հիմա հակված եմ մտածել, որ հիշում եք Արարատ Եգանյանը, որ գրել էր, որ մեծ պրոյեկտ է Տրամպը ուզում սկսի, այդ արհեստական բանականությունը զարգացնելու համար, որը ասեց այդ Մանհեթենի հայտնի պրոյեկտից ավելի մեծ ֆինանսավորում է նախատեսվում, Մանհեթենին է հիշացնեմ այդ միջուկային զենք ստեղծելու պրոյեկտներ։ Ես այդ ժամանակ որ պատմեցի, չէի հասկացում, որ դա պաշտպանության համար է, էլի։ Այսինքն ռազմական ուժերը ուժեղացնելու համար, ձևափոխելու, մի խոսքով էֆեկտիվությունը բարձրացնելու եւ այլն։ Բայց հիմա մտածում եմ, որ բյուրոկրատիան էլ քիչ խոչընդոտ չի զարգացման համար երկրի, ու երևի սպասելիքներ կան, ոչ թե երևի կարծում եմ հաստատ լամբադան ենք անցնում ու հեսա կոմիտաս կմտնենք, որտև դա էլ արդեն մեծ խոչընդոտ ու ըստերևույթին այդ արհեստական բանը աբոյի օգնությամբ այդ հարցերն է կարգավորվեն սկզբից որոշ չափով, իսկ հետո արդեն երևի մի 50 տարի հետո ոչ մեկը չի հավատա, որ մի վաղտ մեկը 2 տարի գնում էր, գալիս էր մենակ նրա համար, որ իրանց սխալով տեղը ճիշտ չէր նշած քարտեզի վրա, էլի, պատկերացնում եք, հա։ Ու ինչն է հետաքրքիր, որ այդ երկաթե վարագույր, հա, ժելեզնե զաներս, նույնիսկ այն տարիներին ամեն ինչը ընդօրինակվում էր ու իրար նման էր, էլի, սկսած երաժշտությունից, որտեղից էին կարում գտնեն, բերեն ստեղ, ոնց էին այդ կազմակերպում, առանձնապես չեմ պատկերացնում, դե այն օրը թանգարանում էինք օծանելիքի, հա, տեսանք, որ նույն բանը տեղ է, շիպերը պարզվեց կիպեր էր, թխել էին, եւ այլն, էլի, ու մի անգամ էլ կհիշեք Շահումյան հրապարակում մի րոպե կշարունակեմ հետո։ Շահումյան հրապարակում ռետրո մեքենաներ էին, հիշում եք, հավաքվել էին, մենք գնացինք, նկարեցինք։ Ու այդ ժամանակ էր ես, որ խոսացի տերերի հետ, պարզվեց ամեն սովետական մեքենան ինչ-որ մի ամերիկյան մեքենայից թխած էր ուղղակի, ձևափոխած մի քիչ։ Հետո YouTube-ում նայեցի, զարմացա, պարզվեց ընդհանրապես տենց մեքենա չի եղել, որը թխած չի եղել։ Հետո այդ փոշեկուր բան, ամբողջ տեխնիկան բան էր, էլի, նույն ռելսերով էր գնում, էլի։ Այսինքն նույնիսկ այդ, դե, հիշում եք, երաժշտությունում, ջազներ նույն տիպի զարգանում, այդ Beatles-ները, Rolling Stones-եր եւ այլն, մի խոսքով այդ ջինսերը չգիտեմ ոնց եկան ստեղ ընկան։ Մի խոսքով այդ սերտ ինչ-որ կապ է, էլի, չնայած այդ վարագույրի, հետ էլ չօգնեց, էլի։ Իդեպ
Բրիոլինն էր հետաքրքիր, ես այսօր առավոտյան հիշեցի, տենց ֆիլմ կա, Բրիոլին, կհիշեք, մյուզիկլ է, Տրավոլտան է խաղում, հա, այսինքն Բրիոլինն էլ էդ որ մոդա էր, ընդեղ էլ էր մոդա էլի կսում էին։ Մարդկանց այդ զգտումը իրար ճանաչել, իրարից սովորել, ընդօրինակել էլի, շատ դժվար է փակելը, այստեղ տեղ կանեմ, հլը մի հատ փորձեմ, ոնց որ, այն մեքենան ոնց որ դրա համար էլ դուրս եկավ, տեղ չարեց, բայց արդեն պետք է կանգնելով զբաղվեմ, որտև ինչքան մոտենում ես, այնքան բարդանում է։ Այն կողմից եկա, այսենց շենքեր են, բակերում, ստեղ եղել ենք, չէ երևի, կարծում եմ, հա, մեգնանք ոտքով, ես հետաքրքիր է, ջերմաստիճանը որ գրում են ապտեկաները, մի վաղտ միշտ օգտվում էի, բայց հետո պարզվեց բացարձակ սխալ է բոլոր տեղերում։ Ստեղ օրինակ 11 էր ցույց տալի։ Լավ, այդքան չսպասեն մինչև գա։ Հա, բուրմունք ստեղ էլ կա, հա, պաստորում։ Հակին խոշոր ցանց է, հա, բուրմունքը։ Ու բոլոր տեղերը սենց հանգիստ ներսը գրեթե մարդ չկա։ Փարիզում մի հատ խանութ կար է, այդ Անահիտը լավ կհիշի անունը, որ մտնում էիր նենց սոսկալի, ոնց որ մի հատ գործարան մտնեիր, երուզեր, գնում գալիս կանայք, փորձում էին, կարծեմ Սեֆորա էր կոչվում, հա, Շանզելիզեի վրա էր, ու ենքան տարբեր հոտեր, բան ես մտա, վազգացի դուրս թռա, սիրտը սկսեց խառնել ուղղակի այդ քանակից հոտերի։ Էս էլի Նեկո բանկա, սա կինոմոսկվայի մոտ էլ հիշում եք, այսինքն շատ տեղեր կա։ Ես հերմիտաժ, հա, ստեղ ձյանը էր մի վաղտ, կհիշեք, մինչև էդ էլ ոնց որ ինչ-որ կամիսյոն էր։ Ես արդեն չգիտեմ ինչ են գրը, չեմ կարա կարդամ։ Ասանք վրացական փողոց։ Այդ վրացականի վրայի բաններ, հա, նորակառույցներ երևում։ Դե դրա բակը եղել ենք։ Ես կա, հենց կարմիր, գալիս եմ։ Այն կողմից եկանք։ Այն շենքի մոտն է, էլի։ Կադաստրիկը։ Ես թվում է հետո ավտոբուսով կբարձանամ մեքենայի մոտ։ Տրանսպորտով էլի, ինչ պատահի։ Մի հատ տեղը հիշեմ, այ մարդ, որտեղ կանգնեցի։
Գրացականից վերև ինչ փողոց է։ Գրիբոյեդևն է, չէ՞ ոնց որ։ Հա։ Վերև իջնեմ ոչինչ, ներքև հաճելի չի։ Ժողովուրդ, այդ փաստաթուղթ կար մոռացա վերցնում։ Հանեցի, դրեցի, մինչև GoPro-ն կապեցի, այն մոռացա։ Լավ, հետ գնանք, ինչ ասեմ։ Հələ լավ շուտ նկատեցի համեմատաբար։ Ամել մեքենայի տեղը ստույգ կնշեմ, որտեղ կանգնեցի։ Շարունակենք։ Ռաֆի անվան դպրոցին ենք մոտենում։ Ոնց չէի կարում պարզել, աշխատում է դպրոցը, թե չէ։ Բայց հիմա էլ արձակուրդ չի, չէ՞, ինչ-որ նույն ձևի թաքնված է մի տեսակ մուտքը։ Հետևի կողմից են մտնում երեխեքը։ Իսկ կարող է ու արձակուրդ է։ Ամեն դեպս մերոնք ստույգ ասեցին, որ դպրոցը աշխատում է, ոնց որ այդ հարցը էլ լավ։ Աշխատում է, ինչ ասեմ։ Այսինքն ես ինքը զանգ տվեցի, հիշեցի հիմա։ Հետո եկա տուն, գտա ինտերնետով հեռախոսի համար զանգ տվեցի։ Շատ զարմացան, որ տենց հարց եմ տալի։ Դակի չէ ծառերի կյանքը լռության մեջ Ես գենացվալ են, մի հատ էլ հերթական։ Սրանց ֆայտոնը լավն էր, մի հատ էլ նայենք։ Վայ, չկա, տարել եմ ֆայտոնը։ Ափսոս։ Իմիջալոց այս մարդու մոտ ամենտեղ ուրիշ դեմք է, նույն դեմքը չի։
Ես բակերում, ծակերում սաղ եղել եմ նախորդ կադաստրների վաղտ։ Ես էլ այդ շենքը գեոդեզիայի, հա, ոնց որ ասում էին։ Այս այլ է Արմեն Աղալյանինը, մերոնցից Անահիտ Աղալյանի հայրը։ Կադաստրի կոմիտեն է, գեոմետրիկայի կենտրոն, գրանցման, այն այեք ինչա գրած, գրանցման միասնական ստորաբաժանում, ուր է այդ միասնականը չեմ կարում հասկանամ, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, ամեն ինչ կա, ինչ են ամեն մի թղթի համար, կանչում չես հասկանում, միասնական էր ինչի ինձ ուղարկեցին համայնքապետ, արդեն զայրույթից խոսքերը սկսեցի խառնել իրար, ստեղ էր, չէ? Լավ, անջատ եմ մտնում, մդուղք, ինչ լավ արագ ավարտվեց, հերթ չկար, իսկ վերջնականը երեքշաբթի օրը SMS կգա, ու մեկ էլ տեսար ավարտվեց այս գործը։ Հիմա ամենակարևորը հավատալ, որ կավարտվի։ Որտև շատ ուժեղ հավատս չի գալի, իսկ այդ հետ լավ չի, չէ։ Լավ։ Հիմա որտեղից անցնենք այն մայթ մի հատ են էլիտար բակը նայենք, իհարկե ափսոս Անահիտ այդպես չկա։ Իրանից իմացա, որ ստեղ Անիսիմովն է ապրել, բայց որ շենքում չգիտեմ։ Դա փողոցը ոնց անցնենք։ Ռաֆիի դպրոցի երեխեքի համար երևի նախատեսած կլնեն, չէ՞ անցում։ Կարծում եմ գնանք ընդեղից մի բան կլնի։ Դա ես իմանայի սենց կարճա Անահիտի հետ կգայի։ Այսօր տենց հոգնած չէր։ Ընդամենը մի տեսակի ճաշ էր պատրաստը։ Դերում եք ինձ սերով շենքեր էին սարքում։ Ստեղել ենք մանրամասն զբոսնել, բան չեմ թողել այ մարդես։ Ստեղ հանգարց շուն բաց չթողնեք, չի կարելի։
Այստեղ մտել եմ, ես Արենան հարցրեցի ինչով եք զբաղվում։ Ոչինչ չեմ հիշում։ Բելարուս են գնացին։ Դե գիտեք ոնց է այդ ամեն ինչը որ մտնում եմ, տեսնում եմ, հարցնում եմ, եթե այդ ամբողջը հիշեմ, այն ինչը ինձ իսկապես խորը հետաքրքրում է, դրան տեղ չի մնան հիշողության մեջ, չէ՞։ Ֆլեշկայի վրա կլցվի հիշողությունը։ Դրա համար ես չեմ դժգոհում, որ չեմ հիշում ամեն ինչը։ Դա ճիշտ է։ Բնությունը գիտի ինչ է անում, էլի, չէ՞։ Ինչ ուզում եք ասեք, ես դպրոց երեխեքի մուտք ու ելքը ինձ հանելուկ մնաց։ Ուղղակի ենթադրենք, որ բակի կողմից են հա մտնում, դե ուրիշ բան չկա։ Այս իսկական հացենի է, երիտասարդ։ Հետո այս անցում չկա։ Երեխեքին անտեսել են փաստորեն։ Հենա, այ դուրս եկան։ Աշակերտա։ Երևի են դալանից էլի դուրս եկան, չէ՞։ Հա, հենա, սվետաֆորը, հա։ Հետո այդքան պետք է իջնեմ։ Լավ, մինչև ներքևի կանգառը կիջնեմ, էլի, ընդեղից մի բան կնստեմ, հետ կգամ։ Հաստատ լիքը տրանսպորտ կա, չէ՞, վերև գնացող։ Ժողովուրդ, մի բան ասեք։ Արդեն սենց է, հա, մեքենաները բուտկեքում էլ կա։ Ես ինչ թուղթ է, հա, կասայի ապարատի։ Նա թեր չարնեմ, տանը ելնի էլի պետք է գա, չէ։ Ինչ ենք արնում։ Էֆիր կար մի վաղտ ռուսերեն մեջն էլ անեկդոտներ էր ելնում։ Են ռուսերեն էֆիր կար, չկա դրանից։ Էֆիրը սպրծել է, բայց TV կանալը էֆիրից ոչինչով բաց չի։ Հումոր կա մեջը։ Ամեն ինչ էլ կա։ Ամեն ինչ կա։ Խաչբարներից բռնած։ Հաջան։ Խաչբարներից բռնած։ Խաչբար էլ կա, հա։ Կարդալու լավ թեմաներ կա։ Հոյակապ, ինչքան եմ վճարում։ 250 դրամ։ Ես շուտ վանից թեր չեմ առել, սենց թանկ է արդեն։ Ինչ ասեմ։ Մի հատ վերցրեք էլի չեմ տենում։ Ինչ նա է ժան, սպասեք ես երկուսը վերցնեմ, չես ինչ։ Ինչի տենց տխուր հարց տվեցիք։ 250։ Եվ, շնորհակալություն ձեզ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։
Արմյան կա։ Նախի այդեր չկա ռուսերեն։ Այն անցումը։ Lentex Lenina, թե Լեննականա, թե Լենինգրադը Լավ, դրա համար մտնեմ խանութ, չարժի չէ։ Արոմատիկ վինտաժ, այքեզ բան, ես ինչ խանութ է, դե ես մտնեմ ինչ եմ հասկանում, ստեղ անայիքներ պետք, հաստորեն են, թանգարանի, չէ, սա ուրիշ բան է։ Օրինակ սիքիմ ունեք, ֆրանսիական տենց դուխի կար մի վաղտ։ Չէ։ Չունեք։ Իսկ կրասնի Մոսկվա։ Չէ, տենց բաներ չի արտադրվում էր։ Հա գիտեմ, ուղղակի գրած էր վինտաժ։ Հա, չէ, չունեք, չի։ Բա վինտաժությունը ինչո՞մ նա կայանում։ Բան ունեինք, վերջացել է։ Հա։ Իսկ վինտաժը ինչին է վերաբերում ստեղ։ Վերջացել է, տենց ունեինք վերջացել են, չեն արտադրվում, չեն ստանում։ Հա, այսինքն ցուցանակը կարելի է փոխել, հա, պաստորեն։ Հա, շնորհակալություն շատ։ Հա, ցուցանակը հին է, պաստորեն։ Վինտաժ չունեն։ Են որտե կարդացի, հա։ Արոմատիկ Վինտաժ օծանելիք։ Ես էլ վարձով է տրվում։ Ես էլ հեռախոսի համարը։ Ես էլ վրացական փողոցը։ Էնել են շենքը։ Եվ այլն։ Որտեղից ենք անցնում։ Այստեղ էլ կա։ Գնացինք։ Մի հատ էլ վրացական փողոց։ Սենց որ գնանք Քոչար փողոց կհասնենք։ Այնտեղ մի հատ հետաքրքիր բան կար, գիտեք։ Արաբկիրի ոնց էր կոչվում, չեմ հիշում։ Մի խոսքով թանգարան էր։ Հələ եկեք այդտեղ գնանք էլի։ Անիսիմովը թող սպասի։ Համայնքի թանգարաններ, թե պատմական արաբկիրի, չգիտեմ, գնանք պարզենք։ Ատամնաբուժարան, New Image։ Լավ եմ, երկու խոսքը լավ հասկանում եմ։ Այնտեղ բակա, հետաքրքիր, բայց չեմ մտնի։ Գնանք այդ արաբկիրը պարզենք։ Հա, ռոլ։ Ինձ թվաց են տղաների խաղներ օպերայի բակում, որ խաղում էին։
Բայց նա ռոլ չէր, ռաունդեր, չէ, ռաունդեր կոչվում։ Այս բուտկեքը այս միրգ բանջարեղենը Ախոսքի երկու մոլինի ու ես չէ կա 250 դրամով կարելի է խնձոր առնել։ Ոնց են չէ, սենց տեղեր գտնում, կառուցում, միշտ զարմանում եմ։ Ստեղ ոնց են որոշել, որ ստեղ կարելի էր։ Պատկերացնում եք, չէ, երբ որ ես չկար։ Ինչ-որ մեկը եկավ, նայեց, ասեց լավ սենց, որ մի քիչ կտրեմ ես ճանապարհը, մի քիչ որ ինչ կլինի, որ գնաց, ծանոթ գտավ, չէ, թարսը, ծանոթը ասելա գնա մի հատ այս կողմերը նայի, միտեղ քթի, քեզ համար կգաս, մարդ կուղարկեմ կնայի, եթե կարանամ կտամ քեզ։ Հետո ասելա մի հատ այս չափսի բան կարաս սարքես, այսքան էլ փող դիր, կեսը այս կողմ, կեսը այն կողմ, տխուր է, չէ։ Այս ամեն բուտկեն այդ նույն պատմությունը ունի փաստորեն։ Այս շենքերի դրվածքը մի տեսակ հիշացնում է, չէ՞, որ փողոցներ, Մամիկոնյանց հիշում եք են, լավ բակեր ընդեղ, ու ասում էին բնակարաններ կան 2 հարգանի, թե լրիվ բոլորներ 2 հարգանի չեմ հիշում։ Այդ անտառային գեղեցկուց գինն է, չէ, տանձը, դրանք ինչ թանգա։ Են տանձը, որ կա, այդ անտառային գեղեցկուհին է հայտնի, շնորհակալություն։ Սուրճի ժամ էր։ Էդ էր, հա, ոնց որ էդ Անիսի մևենց հրացական 6-4 Ինչի ասա դրոպ պարզ է, որտև համարները նորմալ հերթով գնում էին, բերեցին ես տնգեցին։ Բայց այ մեր տունը Աբովյանի վրա Ինչի է 3 դրոպ 1 այդ չեմ հասկանում, 100 տարուց ավել ընդ կանգնած է։ Դուք գիտեք ես այն օրը, որ ենթադրեցի, որ Աբովյան փողոցը մինչև Շահումյան հրապարակ ոչ մեկը չարձագանքեց մերոնցից, այսինքն երևի չգիտեր ոչ մեկը, բայց ես հետո հիշեցի, մի ժամանակ մեր հասցեն Աբովյան 27 էր, հետո այ որ թվին չեմ հիշում, մեկ էլ դարավ 3 դրոպ 1, այսինքն պատկերացնում եք, հա, եթե հրապարակից են համարները գալի, այն վաղտ մերը 27 համարներ, հետո որ Աբովյանը սարքեցին հրապարակի վերևի մասից, այսինքն այն վաղտվա ջրերի խանութից,
Մերը դարավ 3 էլ արդեն, Աբովյան 3 դրոպ 1։ Հա, այսինքն հասցեից էլ այրևում, որ մի վաղտ երկար էր Աբովյանը։ Տենում եք, ստեղ պագել են աղբը, աչկից, մենակ վարորդները կարանտենան։ Ինչ-որ մի լավ մարդ որոշել է սենց անի։ Հա, կարող է ստեղի ապրողը, կամ չգիտեմ հիմնարկը ինչ, հա իրանք են հաստատարելով պտի աներ։ Ինչ նման են, չէ, բոլոր բակերը։ Ասա, բա ինչ պտի լինեն։ Այ նայեք, սա նորմալ հասցե ունի, վրացական 4, առանց ոչ մի դրոբի։ Разливное пиво։ Ժողովուրդ կարող է շփոթել եմ, էդ իմ ասածը ստեղ չէր։ Կարծեմ այս շենքը պետք է ալնի հեսա մի հատ։ Բայց գրածը այն կողմից էր, մի հատ գնամ այն կողմ, Քոչարի վրայից էր էլի։ Ստեղ ոչ մի բան չկա գրած։ Բայց կարա ալնի էլի, հենա լույս էլ վարվում է։ Բայց ես ինչ, տխուր լուսամուտներ են։ Ես ինչքան մեքենա է այստեղ կանգնած։ Չէ, այստեղ ոչինչ գրած չի։ Իսկ այն որ մենք տեսանք անայդ հետ, նա գրած էր հաստատ։ Այն մեկն է կարող է դեռ ինչ-որ։ Ներեցեք, դուք ստեղ եք ապրում։ Հա։ Այդ բանի Արաբկիր համայնքի ինչ-որ թանգարան կար այս կողմերը։ Հեսա էլի, բայց դե չի աշխատում, փակ է։ Այս պատը, սենց։ Հեսա էլի, այս Էն էլ, հա։ Էն էլ, այսպես Էն էլ, հա։ Բայց հաստատ փակ է, հա իմը։ Մարդ չկա, ասա դվիժենի չկա, բայց սա է այդ թանգարանը։ Եղավ, շնորհակալություն։ Դվիժենի չկա, հա, էր թանգարանում։ Տնանքի չա գրած։ Հա, թանգարան, Արաբկիրի, թանգարան հայոց, Արաբկիրի, ոնց է պետք հասկանալ, թանգարան հայոց Արաբկիրի։ Հայոց թանգարան, բացվեք։ Կաղան շը կախարդական խոսքեր է պետք ասել։ Համարդ ես լուրջ համալիր է, ես ոնց կար ասենց հագված ելնի։ Չեմ հավատում։ Այ, դա վլում է ստեղ էլ նայենք։ Մարդ կա ժողովուրդ։ Մարդ չկա Արմեն, ինչ ես ձենդ գցը։ Ափսոս։
Բայց ընդ ինչ շորեր է փռած։ Մեկը լված կանում է, այնով է վերևը, ոնց է ընդեղ մարդը ընկել։ Այս թանգարանը չի աշխատում։ Թանգարանը չի աշխատում։ Աշխատում է։ Բա որտեղից է մուտքը։ Ոչ մի տեղից, հատուկ պետք է հերթագրվել։ Ինչ եք ասում, տենց դժվար է, հա։ Օնլայն պետք է հերթագրվենք, որ գաք գնանք։ Հա, թե չէ նենց չի լինում։ Հերթագրվելուց քանի օր հետո կարանք գանք տենանք։ Անմիջապես։ Անմիջապես։ Հիմա հեռախոսը ձեռս է, օնլայն հերթագրվեմ։ Հաշվի հերթագրվել ես։ Դե ասեք որտեղից մտնեմ։ Չէ, հիմի մենք գործի վրա ենք, ալուր պիտի դադրկենք, այսօր չի աշխատում։ Չի աշխատում այսօր։ Վաղը մյուս օրը կանցնեք, ես հենց ինձի տենակ կբացեմ, կմտնեք կտենակ։ Հա, Չէ պետքա կնկարեմ։ ափսոս։ Հազիվ եկա ես մի տարի առաջ եմ տեսել, ամեն օր ասում եմ մի հատ գնամ։ Դե հիմի այսօր մի քիչ զբաղված ենք, տես եկա ավտոն եկել է ալուր պիտի դադար։ Հա, օգնեմ շուտ դատարկենք։ Գնա վաղը կգաս։ Լավ։ Շաբաթ Կիրակի այցելի էլի, ես տունն եմ, տունն էլ է թանգարան, ես ընդհանուր եմ։ Ձեր տունն էլ է թանգարան։ Այսինքն փիս թարսոր եմ եկել, հա։ Հա, Ոչ թե հասկացա։ Եկել ես լավը տեսանք իրար։ Համեցեք։ Էդ էլ է լավ։ Հիմի պրոստը զբաղված եմ։ Շո։ Մարդ չկա, որ ասեմ մեկը քեզի։ Հասկացա լրիվ։ Իսկ օրգան որ դուրը ծեցեմ։ Են դուրը ծեցի։ В общем կտենաս ոնց որ այսօր հանդիպեցի։ Եղավ։ Շնորհակալություն շատ։ Տիգրան անունս։ Տիգրան, եղավ Տիգրան ջան, ես էլ Արմեն։ Շո։ Այցելի։ Եղավ։ Կդառնաս հույն ու ընկեր աղբյուր։ Եղավ, ասեմ ձեզ, այս YouTube-ում անպայման Երևան everyday է կոչում, կարակ որ ազատ ելնեք մի հատ թերթեք YouTube-ով, անգլերեն տառերով գրում եք։ Երդում եմ, ես էդի կարտում եմ։ Եղավ, հա, ծանոթ եք։ Դե ձեզ լավ օր, Տիգրան ջան։ Գնաց Տիգրանը։ Այս գործն էլ նենց է, ոչ մեկին ոչ մի բան գրեթե չի ստացվում խոստանալ, առավել ևս խոստումը կատարել։ Տիգրան, այդքանից հետո մի հատ հեռախոսի համարը վերցնի, այ մարդ։ Լավ, որ չֆայմեցի ով է մեղավոր։ Էս ինչ էր։ Այնտեղ դե Քոչար փողոցն է։ Այդ Անիսիմովի մոտ կարող է այս կողմով կարանանք գնանք։ Կոմիտասով հավես չկա։ Հələ գնանք էլի։ Այս ինչ փողոց է, ով գիտի։ Այստեղան տեղացի չի ոնցր, հա։ Այս փողոցը գիտենք ինչ փողոց է։ Նայիրի Զարյան։ Հա, Նայիրի Զարյան։ Շնորհակալություն։ Հետոն էլ Նայիրի Զարյանն է, հա։ Հա, ճիշտ է, Նայիրի, հա, այս մասը Քոչարը, Նայիրի Զարյանը սենց է գնում։ Հա։ Որ մասը։ Հա, ես էլ միշտ մտածում եմ, այդ Նայիրի Զարյանը երբ է դառնում Քոչար։ Այստեղից։ Վրացականից փաստորեն։ Եղավ, շնորհակալություն։ Սենց որ գնամ, են կարող է դուք ստեղ եք ապրում։ Հա։ Են մի հատ շենք կար է, ասում էին Անիսիմովն է այդտեղ ապրում, հիշում եք Անիսիմովին։ Երկրորդ քարտուղարն էր Դեմերչյանի վաղտ։ Չէ, այն ժամանակ չեմ էլ։ Չեք եղել ժամանակ։ Մերա ստեսն ձեզ։ Նայիրի Զարյան հետաքրքիր էր, չէ՞, բայց հեչ չէի սպասում։ Ինձ թվում էր ուղղակի Քոչարից հետո դառնում է
Բայց այս շենքը օրինակ Քոչար 17-1 ընդեղ է նայում, հա։ Այս դժվար հարց է։ Այս կողմի շենքերը ինչ հասցե դնեն Քոչար, թե Համարդ եթե անիսիմորն է շորահակին հեռու է ստեղից հայեր։ Իս ոնց է կպցրել, մի հատ նայեք։ Լավ է չէ։ Այ քեզ գյուտարար։ Կլեյել է, էլի, չէ, կան տենց պինդ կլեյեր։ Չէ, ստեիցով ճանապարհ կթողի դեպի Անիսիմով։ Սաղտաներ են սարքել։ Այս մեկը որոշել են, որ Նայիրի Զարյան պետք է լինի։ Այն մեկը Քոչար են որոշել, այս մեկը Նայիրի Զարյան։ Ահա։ Նորմալ տներ։ Այս ջազվերներով համը հանեցին, այմար սաղ ջազվե է սաղի ձերը։ Չնայած խմել եմ առավոտը, բայց այնքան տեսա հավեսուս եկով։ Այս են բանն է, ջիմն է։ Եկանք ջիմի մոտ։ Ես մի վաղտ լավ մեծ բասեին էր, ասինքն հիմա էլ նույնն է էլ երևի։ 50 մետրանոց էր։ Տենց այդքան շատ չէր Երևանում։ Ես չի այմարդ այդ Անիսիմովի։ Դե գնանք էլի այդ ջիմից տեղ կլնի երևի կոմիտաժ զգալ։ Բայց այս կողմից, թե այն կողմից։ Մի րոպե ժողովուրդ։ Այս առանձնատունն էլ մի հատ նայենք։ Հետո գնանք։ Այնտեղ ինչ-որ աստիճան բան է երևում։ Երևի դուրս գանք։ Անիսիմովի մոտ։ Դե ջիմ։ Այս է մուտքը ջիմի։ Մի րոպե։ Ստեղ մի անգամ Անահիտի հետ գնում էինք, այս ներքևից բարձրանում էինք։ Ու մի հատ տղամարդ մեզ բարևեց։ Նենց աղագին բարձրահասակ էր։ Ինչ եմ նշում բարձրահասակը, որտև պարզվեց լապշինն էր, բլոգեր կա, չէ։ Այս բարձրահասակ մարդ էր։ Մենք որ անցանք, կարծեմ հետո մերոնք գրեցին։ Ինչ-որ ստեղ մի տեղ էր ապրում, չնայած լապշիրին ինչ, որտեղից ասած չի նկարում։ Ինչ անենք, ջիմի պայմանները իմանանք, հազիվեկե հասել ենք։ Հəլ տնենք սենց բաները ինչ արժեն, հեչ գաղափար չունեմ։ Այսինքն չէ, մի քիչ ունեմ։ Աշխատանքային ժամերը, երկուշաբթի շաբաթ։ Առավոտվա 6-ից մինչև 11-ը։ Կիրակի 9-ից մինչև 9-ը։ Վերջին մարզումները պետք է սկսել փակումից 1 ժամ առաջ։ Այսինքն այդ վաղտ են ներս թողում, հա։ Այլ, սկսել է ներս թողելն է։
Բարև ձեզ։ Մատ գներին չէիք ծանոթացնի ինչպես է։ Իհարկե, առաջի անգամ եք այստեղ։ Այո։ Եթե ես ձեզ գրանցեմ որպես շուտ, մոտենանք մենեջերին ծանոթացնենք այն։ Դե չէ, այդքան չբարթացնենք, ուղղակի ասեք։ Մենեջերների պետք է մոտենանք, ձեր անուն ազգանունը ասեք։ Արմեն Վարդանյան։ Այսինքն վերջի անգամ եղել եմ, բայց սովետի վաղտ։ Հաշիվ չի այդ։ Եվ հեռախոսամարք նշեք։ Երեխեքի համար էլ տեղ կա, հա, այստեղ խաղալու։ Հա, ուրեմն մենեջերը հետ զրուցեցի, ժողովուրդ այնքան բան պատմեց, ասեցի նկարեմ էլի մի հատ, ես այսքան բան հիշողը չեմ։ Չէ, ասում ասենց ինֆորմացիա ուղղակի ձեզ համար, որտեվ ջիմը շատ լուրջ կազմակերպություն է, ու դրա համար ես տնօրենության հետ կխոսամ, մի օր կգաք, բասեինով, բանով, ամեն ինչով կնկարեք ու սաղ մեր ծառայությունները, պարզվեց այդ ջիմը ամերիկյան ինչ-որ բան է, իրանք պաշտոնական տենց ջիմի ներկայացուցիչ են ոնց որ թե, հա, հիշեցի, որ երեք հատ են քաղաքում, մեկը Ամիրյանի վրա է, անցել եմ կողքով, մոտարապես են Գեղարվեստի, չէ, թատրոնի կինոյի, հա, տենց էր կոչվում ինստիտուտը հիմա, Անրի Վերնոյի փողոցի կողմերը, Ամիրյան, մեկը տեղա, մեկն էլ Ավանում է, Ավանինը ոնց որ թե նորակառույց բակը, որ գնացի են անգամ, հիշում եք, My Gym գրած էր, հա, մի խոսքով այդ ջիմերը շատ լուրջ են, 30 հատ թե քանի հատ սեկցիա կա մեջը, չմանում ինչ կա մի խոսքով, սկսեց սեկցիաները վարկել, ասում են, տղա ջան, ես այդքան բան կյանքում չեմ հիշի, հա, դե լողավազանը ճիշտ էի 50 մետր է, ասում է, ինչ-որ սկսեց պատմել, որ աշխարհում, թե Հայաստանում, մի խոսքով տենց ունիկալ լողավազանը, ասի դե սովետի վաղտ եղել եմ, հա, ասեց այ նույնն է լրիվ չափսերով ամեն ինչով, հա, գներել են քան բարդ բաներ ասեցել, նոր տարվա զեղչ էր չմանում ինչ, մի խոսքով, մի տարվանը ամեն օր որ գաք, ընդե կար պլատինում, եսին կոմիտաս, ստանդարտ, ինչ-որ տարբեր էր, մոտարապես սենց էր, տարեկան, ուրեմն կարակ գաք ամեն օր, մի տարբերակը մինչև ժամը 4-ը կարակ գաք, մյուս տարբերակը 4-ից հետո կարակ գաք, ամեն օր, մի տարի, ու ես տենց սկսեցի բռնեցի գները մոտարապես 400-ից 500,000, հա, դե եթե մարդ գտնվի, որ ամեն օր գալողանա, ստացվում է օրեկան մուտքը 1000 դրամ, բայց դե տենց մարդ դժվար է լինի, մենակ ստեղի աշխատողը կարա, ես եկա չէ ոնց որ երազածը ստեղը, թե ինչ է այդքան երազում, Ոშը մետել ջիմը, հայր, ես արդեն կորավ շենքը, հա, հա, ընդեղ է, այ ներքևից կոմիտասի վրայից ինքը շատ լավ երևում է, այ ես իսուր խոսքով ընգա, պետք է ստեղից ցույց տայ, նայում եք հին շենքը տուֆից, ինքը մնացել է այս մասը, ընդեղ ուղղակի տենց ժամանակակից ինչ-որ նյութերով տեսք են տվել, նույնն էլ են մյուս ֆասադն է էլի տենց ժամանակակից, բայց այս տուֆը, այդ շենքը փաստորեն լրիվ նույն ձևի մնացել է, ոչինչ, դե մեջը պարզ է ամեն ինչ ժամանակակից են սարքը, այսինչ գարաժների հրապարակը, լավ գնանք տենանք, Պարսպես չգիտեմ, անիսիմովին ես մեկնա, ես մեկնա։ Պապայս ընգերս տեղ տուն ստացավ, բայց էդ էլ չեմ հիշում, այս շենքում, թե այս շենքում։ Լավ։
Հայ մի հատ հասակով մարդ որ հանդիպեր, հաստատ կիմանայի։ Բայց ինձ չգիտեմ խիթվում է, որ այնտեղ պետք է լինի։ Հələ մի րոպե ընկնոջը հարցնում։ Դե լավ։ Այս կինը ասեց հաստատ չգիտեմ, բայց ինչ որ ասում էին պաշտոնյա այն շենքում ապրել։ Ասի Աննիսիմը ասեց չէ, դե տենց չգիտեմ։ Հետաքրքիր բան ասեց ես այս խանութ կար, ասում է, ես այդտեղ էի աշխատում։ Դա էլ մի անգամ եկավ, ասում է, կռվեցինք հետը։ Հետո գնաց ինձ ասեցին, լսի, սա բարձր պաշտոնյա մարդ է, այդ ինչ ես արել, ես իմ բան։ Այդտեղից ասում է, հիշում եմ, որ տենց մեկը կա։ Լավ։ Շիշկին, հա։ Ես ինչ են մտածել։ Արջերին ստեղ դրել են։ Ես մի ատամն էլ չկա ես խեղճի։ Հա, կոտրած է։ Լավ չի ստացվեց, հա։ Ափսոս, են էլ ձակերն են։ Լավ, հələ բարձանանք տնանք ինչ-որ մի առանձնահատուկ բան կա։ Չնայած խելքս բան չի կտրում։ Անայդ ասում է շտեղ ինչ-որ այս բաներից, բույսերից, այս հետաքրքիր ֆիգուրաներ կային սարքած։ Այդ, բայց հետո ես էլ հիշեցի, գիտեք, ասեցի ու հիշեցի։ Իրոք կար, այս հետաքրքիր կտրտած գեղեցիկ, տարբեր կենդանիների տեսքով։ Երևի հետո հոգնել են այդ կտրտելուց, վերենք ալես հենց արձաններ են դրել բույսերից կտրտածի տեղը, կարծում եմ։ Մի խոսքով Անիսիմովը կենդանիներ էր սիրում, կարող է նույնիսկ որսորդ ա եղել։ Հա, ստեղ էին այդ բույսերը տենց կենդանիներով չկան։ Հենց էր, որ կոմիտասից երևում էր, էլի միշտ, պրինցիպի։ Ճիշտ ձև է, էլի, նայեք, փողոցից մի քիչ հեռու ծառեր է ալնում լիքը, երևի ձեները արդեն այդքան Արթուր Ղարիբյան թանգարան ցուցասրահ։ Գիտեք Արթուր Ղարիբյանին։ Այս բաների վրա էլ գրած է արաբկիր։ Էս է թանգարանը, չէ, հեն է երևի։ Այս չէ բժշկական բաներ են, հա, ոնց որ։ Արթուր Ղարիբյանը ով է եղել, գիտեք։ Չգիտեք, ստեղ եք ապրում։ Չէ։ Հա, եթե չէ, ոչինչ։ Եթե ստեղ ապրում զարմանալի կլներ, չիմանար։ Լավ։ Բայց մտածել էի տրանսպորտով բարձրանամ։
Կանգարը որտեղ է մոտիկ կանգար։ Մոտիկ կանգարը որտեղ է, ներքև թե վերև։ Վերև։ Թարսի պես վերևն է։ Central Motors։ Այս ուրախ ընտանիքին պետք է հարցնեի կանգարը մոտիկ։ Bitcoin, I kept it here. Best capital. Bitcoin-ը տենց էլ հանելուկ մնաց ինձ համար։ Լավ, հələ գնանք։ Այմարդ մեր հյուրերը արդեն կարող է եկել են, գիտեք։ Հատ անջատեմ ժամը նայեմ։ Ախտորոշիչ լաբորատորիա։ Ես էլ այդ կովիդի հետևանքներից է։ Շատ բացվեց է քաղաքում, մի անգամից։ Ես ինչ են արես փողոցը։ Բայրոնից վատ չի, вообще-то։ Նայեք, սայլակների համար էլ տեղեր կա։ Ու հասանք վրացական։ Չէ, իմ մեքենան համարյա Գրիբայեդովի մոտ էր, չէ։ Հա, այս տրոլեյբուսը որ հասցնեմ կնստեմ։ Ես էլ վրացական է, ես էլ կարմիր լույս։ Ստել և գալիս ես կարմիրը։ LC Waikiki։ Այն շենքն է, նայեք, Մամիկոնյանցի վրա Ֆուրմանովի տղաս, որ մի վաղ ապրում էր Վարչով։ Մենք էլ Համբուրգում էինք, նկարեցին իրանք տեղից։ Կարծեմ ինեսայի հետ նկարեց։ Այս Վայկիկին արդեն հոգնեցի։ Մեկ ասում են թուրքական, հա, մեկ ասում են միջազգային ինչ-որ բրենդ է։ Տենց է չհասկացա կարգին։
Չայր ինքս ինքյա նկարահանումները ավարտվեցին այդ գոպրոս նստեց ես հեռախոսով հետ էլ ես երկար չեմ նկարի գնանք մինչև Խաչմերուկ ու հրաժեշտանք ծառները օրինակ 99,500 իսկ այս մեկը ավելի համեստ է 69,500 լավ կանաչ լույսներ բաց թողեցի լավ իջնեմ ենք ներքևից կանցնեմ մեկը ագինցած է մեքենան գրիբո հետևը կտրենք ես էլ բարբիկյուն պատմական այստեղ Չաշում էին Դավիթը և Վահանը մի անգամ հանդիպեցինք հիշում եք լավ Հայր ջան լավ մնաք միշտ առողջ և խաղաղ երկինք